Սիրելի ձկներ, ողջույն, այսօր սեպտեմբերի 28-ն է իմ օրացույցով Նեպտունի օրը եւ Նեպտունը ձեր մոլորակն է եւ ես այսօր կներկայացնեմ ձեր նշանի համար կանխատեսումը հոկտեմբեր ամսվա։ Իդեպ դուք առաջին վեցնյակում եք գտնվում, բայց ավաղ հիմա բացում եք երկրորդ վեցնյակ, այսինքն 7-րդ տեղում եք գտնվում, այդպես հետ եք շարժվել, բա։ Սիրելի ձկներ, հիմա մենք գտնվում ենք արևի խավարման ժամանակահատվածն է, որտեղ սեպտեմբերի 21-ից սկսվել է արևի խավարումը եւ ուրեմն 7-ին հոկտեմբերի արդեն լիալուսինը կլինի, ինչ որ առումով ինքը կավարտվի, բայց իհարկե պլյուս մինուս 2 ամիս ինքը աշխատում է, ինչով էլ պայմանավորված, դուք տեսնում եք այս սպանություններն են լինի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Ահա, իհարկե ինքը դեռ իր իրավունքների մեջ է եւ մենք դեռևս ականատես կլինենք նման երևույթների կամ այլ վատ երևույթների, դա այդպես է եւ ինչևէ 7-ին կավարտվի հոկտեմբերի լիալուսինը տեղի կունենա, իսկ ինչ իրադարձություններ կան դրանց մասին եւս ասեմ, Մերկուրին կփոխի 2 անգամ կհասնի փոխել իր նշանը, Պլուտոնը կդառնա ուղընթաց, Նեպտունը ձեր մոլորակը կմտնի ձեր նշան, սիրելի ձկներ, կվերադառնա մի վերջին անգամ դուք կվայելեք իր ներկայությունը ձեր նշանում, որովհետեւ արդեն 26 թվականին ինքը դուրս է գալու ընդմիշտ եւ Վեներան մոլորակը, որը ձեր նշանում գտնում է բարձրակետում, ինքը կմտնի կշարքի նշան, միանշանակ դա շատ լավ է իր համար, այնպես որ ձեզ մոտ այն ամեն ինչ վերաբերվում է ֆինանսներին, գեղեցկությանը, փոփոխությանը, արտաքին, ընդհանրապես սիրո թեման, ֆինանսների ասացի, այդ ամենը ձեզ մոտ կակտիվանա, սիրելի ձկներ, այնպես որ պատրաստ եղեք, ահա, եւ արևը կփոխի իր նշանը, նորալուսին, լիալուսինը արդեն ասացինք, եւ ես սկսեմ ամսվա սկզբից իհարկե այստեղ հիմա ձկների մոտ ֆինանսական վիճակը բոլոր դեպքերում վատ չէ, Մերկուրին գտնում է ձեր 8-րդ տանը եւ ինքը կտեղափոխվի արդեն 9-րդ տուն, այստեղ արտերկրի ձեր բարեկամները կարող են լինել, հարաբերություններ ակտիվանան կամ ինչ որ նոր ծանոթություններ կարող են լինել արտերկրի հետ կամ դասավանդել կամ դասեր վերցնել, ուղղակի մեկնել շրջագայության եւ այլն ակտիվ է ձեզ մոտ, այնպես որ ուշադրություն դարձրեք եւ դա բոլոր դեպքերում այն բոլոր ծանոթությունները, հանդիպումները, որ կլինեն, ձեզ համար դա շատ դրական կլինի, այնպես որ կարող եք այդ հարցում լինել շատ ակտիվ եւ այն հարցերը, որոնք որ ձեզ անհանգստանում են, փորձեք դա պարզաբանել եւ իհարկե ֆինանսական թեմաներ կլինեն, հավանաբար արտերկրից ձեզ ֆինանսներ կուղարկեն կամ դուք կուղարկեք նայած թե ինչպես կստացվի կամ միգուցե ձեր աշխատանքը ասեն կապված է արտերկրի հետ եւ այդ ամենը ուրեմն կարող է նրանք ովքեր դատական գործերի մեջ են ես կարծում եմ դες համար լավ ժամանակահատված է այնուհետեւ 7-ին հոկտեմբերի տեղի կունենա լիալուսինը առավոտյան Հայաստանի ժամանակով 7:47 արևի լուսինը կհակադրվեն 15 աստիճանում, այսինքն լուսինը 15 աստիճանում կգտնվի խոյի նշանը, որը ձեր ֆինանսներն են Ֆինանսները ընդհանրապես ֆինանսական թեման ձեզ մոտ ակտիվ է եւ կապված աշխատանքի հետ, ֆինանսների հետ ձեզ համար շատ բաներ արդեն պարզ կլինի, ոմանց մոտ հիմա արդեն, որովհետեւ դա մինչեւ հոկտեմբերի 7-ն է եւ ոչ թե հենց հոկտեմբերի 7-ի բոլոր դեպքերում վատ խավարումը մեծ առումով ինքը մոտենում է ավարտին, դա լավ է եւ ինչպես որ արդեն ասել եմ, ոչ մի նոր բան չենք սկսում, ոչ մի փոփոխություն կյանքում չենք մտցնում այս ժամանակահատվածում եւ անցնենք առաջ հոկտեմբերի կեսերին միևնույն օրը մենք ունենք երկու փաստորեն փոփոխություն, այստեղ ձեզ նշեմ, որ գիտեք հնարավոր է ակտիվանա լավ նպատակով, լավ առումով հիվանդանոցի թեման կարող է լինել եւ այստեղ նաեւ բանտի թեման կարող է լինել շատերի մոտ բոլոր դեպքերում արտերկրի թեման ակտիվ է եւ դա արդեն երկրորդ ցուցիչն է, որ ուրեմն ակտիվ է ձեզ մոտ, այնպես որ մասնավորապես եթե ձեր քարտեզում ինքը ունի դրական, որտեղ տրանզիտներում դրական է, եթե ձեր քարտեզում էլ ունի դրական ուրեմն ասպեկտացիա, դրական էներգիան է ուրեմն կուտակված
նշանակում է այնտեղից ինչ որ գումարներ կստանաք, ձեր գործերը լավ կլինեն արտերկրի հետ կապված կամ այսպես նախապատրաստում է ձեզ համար ինչ որ մի լավ բան, այսպեսի տրամադրություններ կլինեն եւ անցնենք առաջ հաջորդ կարևոր նույն օրը ի դեպ իջև նոյեմբերի 7-ը այստեղ ձեր բարձակետում գտնվող մոլորակը, ինչպես որ ասացի, ինքը կմտնի կշարքի նշան, դա իր նշանն է եւ այստեղ նորից ֆինանսների թեման է, եթե լավ ասպեկտացիա ունեք բնականաբար ինքը ձեզ կբերի ֆինանսներ ասցենդենտով ձկներ, ֆինանսական թեման կլինի բավականին ակտիվ, ոմանք նվերներ կստանան, ոմանք ժառանգություն կստանան, ոմանք էլ այդպես մեծ ֆինանսներ կարող են աշխատել, ոչ շատ մեծ, բայց բոլոր դեպքերում այդպես ֆինանսներ կլինեն, այստեղ երեխայի թեման կարող է լինել եւ ծնունդ, հա, որպես այսպես ասած, այդ թեման եւս կարող է ձեզ մոտ խաղարկել, ոմանք իմանան, լսեն ինֆորմացիան, պարզելին, որ իրենք ասենք երեխայի են սպասում կամ ինչ որ այդ թեմայի շուրջ այսպեսի իրադարձություններ կլինեն։ Իսկ 21-ին հոկտեմբերի կլինի նորալուսին արևելք լուսինը կմիանան 29 աստիճանում Հայաստանի ժամանակով 16:24 րոպե 59 վայրկյան կշարքի նշանում տեղի կունենա նորալուսինը, այստեղ ձեզ մոտ ֆինանսական նորից տեսնում եք ինչ որ մի նոր սկիզբ է, ինչ որ գործարքի կամ այնպեսի մի գործարք կամ աշխատանք, որը ձեզ բերում է գումար կամ անսպասելի գործարքից ձեզ գումար է մնում բավականին, հա, այսպեսի իրադարձություն կլինի, մասնավորապես եթե դուք ձեր անձնական քարտեզում ունենաք լավ ասպեկտացիա, լավ էներգիան կուտակված լինի, բնականաբար այդ նորալուսինը ձեզ այդպես լավ հաջողություններ կարող է բերել, սեր, միասնություն եւ այլն, այսպեսի լավ բաներ, սիրելի ձկներ, որովհետեւ կարեւոր է ձեզ համար Վեներան ինքը գտնում է ձեզ մոտ էքզալտացիայում եւ դա բնականաբար եթե ինքը լավ է, դա կանդրադառնա լավ ձեզ վրա շատ այդպես ձեզ մոտ փոփոխություններ կարող են լինել, թե արտաքին թե իմիջի փոփոխություն, թե դիրքի բարձրացում եւ այլն, այսպես լավ բաներ կարող են լինել ձկների կյանքում եւ իհարկե ուրեմն հաջորդ իսկ օրը 22-ին հոկտեմբերի ձեր մոլորակը կմտնի ձեր նշան, եթե այդպես կարևոր գործեր կան, արեք, վերջացրեք, որովհետև բոլոր դեպքերում ձեր մոլորակն է ինքը մեծ ուժ է ձեզ հաղորդում եւ ինքը հետընթաց է ձկան նշանում, արդեն 26 թվականին մեկն միշտ ինքը դուրս կգա եւ այլևս կհաստատվի ձեր ֆինանսների տանը, այնպես որ սա ուրեմն նկատի ունեցեք, ինքը 26 թվականի հունվարի 26-ը ուրեմն դա արդեն ձկներ ձեզ մոտ է, ահա ձեր նշանում է եւ իհարկե ինքը մինչ այդ գտնվում էր ձեր ֆինանսների տանը, հավանաբար դա արդեն թե ինչ էներգիա ինքը կուտակել, արդեն դուք դա կիմանաք կամ ֆինանսական, եթե լավ ասպեկտացիա, բնականաբար ֆինանսական հոսքեր են եղել, եթե ոչ, ուրեմն ինչ որ մի բանի համար դուք ֆինանսներ եք ծախսել։ Այսպիսի տրամադրություններ կարող են լինել եւ չմոռանանք արևի մասին, որը 23-ին հոկտեմբերի կմտնի կարիճի նշան մինչև նոյեմբերի 22-ը, իհարկե դա ձեզ համար շատ ավելի լավ է, իհարկե կշարքի նշանում էլ ձեզ համար վատ չէր, բայց կարիճի նշանում էլ ավելի լավ, որ եւ դուք դա կզգաք, ձեր այստեղ առողջական վիճակը բավականին կբարելավի, հավանաբար կունենաք եւս այլ այդպես հաջողություններ, այդպես դա ինքը կակտավացնի արտերկրի թեման եւ այնտեղ իհարկե դեռևս գտնվում է Մերկուրին, ինքը կօգնի նոր ծանոթություններին, թեկուզ ֆինանսական այդպես հոսքեր կլինեն, ավելի շատ ֆինանսներ կստանաք եւ այլն, հա, այսպիսի տրամադրություններ կլինեն, որովհետեւ 23-ին արևն է մտնում, իսկ 29-ին նոր արդեն Մերկուրին կմտնի աղեղնավորի նշան, որը ձեր 10-րդ տունն է եւ արդեն հոկտեմբերի վերջին այստեղ ձեր կարիերայի, ձեր նպատակների թեման կլինի, հավանաբար հանդիպումներ կունենաք ղեկավար անձանց հետ եւ կփորձեք ինչ հարցեր կարգավորել, բոլոր դեպքերում այստեղ շատերի մոտ կարող է լինել դատական թեման, այդպես
Այսքանը, երևի թե այսքանով ավարտեմ սիրելի ձկներ, բոլոր դեպքերում մոլորակների շարժը ձեզ համար ինքը լավ ժամանակահատված է, այնպես որ այս ամիսը կարող եք մաքսիմալ օգտագործել մի քանի գործեր անելու իրենց ավարտին հասցնելու, բայց ես ձեզ ասեմ, որ նոր գործեր չենք սկսում։ Եթե ունեք ինչ-որ կիսատ գործեր, դրանք ավարտեք, որովհետև այս ժամանակահատվածում նոր գործեր սկսելը, նոր կարգավիճակում հայտնվելը դա խրախուսելի չէ, դա լավ չէ։ Այնպես որ կարող եք հասցնել զբաղվել ձեր ֆիզիկականով, սպորտ դահլիճ գնալ, լողավազան եւ այլն եւ տիեզերքը այդ հարցում ձեզ կօգնի, կարող եք ավելորդ կիլոգրամներից ազատվել։ Մի խոսքով ուշադրություն դարձրեք, ես ձեզ ասել եմ խավարման ընթացքում ավելի շատ ժամանակ տրամադրեք ձեր առողջությանը, դա շատ ավելի կարևոր է։ Այսքանը սիրելի ձկներ, լավ եղեք գրեք տպավորությունների մասին, արդյոք օգտակար եղան ձեզ խորհուրդները, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ